Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այո, այսօր մենք խոսելու ենք Երևանի խնդիրներից, խոսելու ենք դրա մեղավորներն ովքեր են, ինչու մեր շատ սիրելի Երևանը այսօր դարձել է աշխարհում ամենաանհարմարավետ օդի աղտոտվածության մակարդակով top շարքերում գտնվող քաղաքներից մեկը։ Մենք նշելու ենք դրա մեղավորներն ովքեր են, ինչու են մեղավոր, առաջարկելու ենք ամբողջությամբ կոնցեպտուալ լուծումներ, որը կթեթևացնի մեր երևանցիների, Երևանում բնակվողների հոգսը, քաղաքը կդարձնի ավելի հարմարավետ եւ ավելի հյուրընկալ ու գեղեցիկ քաղաք։ Բայց ես չեմ կարող չնշել, որ թիվ 1 խնդիրը շարունակում է լինել խցանումների հարցը։ Մարդիկ օրվա ընթացքում աշխատանքային օր լինի, ոչ աշխատանքային օր լինի, աշխատանքային ժամ լինի, թե ոչ աշխատանքային ժամ, մարդիկ ժամեր շարունակ վատնում են իրենց թանկ ժամանակը անիմաստ խցանումների մեջ նստելու վրա։ Եթե ժամանակը կարող են անցկացնել իրենց ընտանիքների հետ, իրենց ընկերների միջավայրում, ստիպված ես խցանումների մեջ են լինում, որովհետև համակարգային որևէ լուծում խցանումների վերացման դեմ չի արվել այս տարիների ընթացքում։ Նոր ենթակառուցվածք չի կառուցվել, նոր ճանապարհ չի կառուցվել, որևէ համակարգային լուծում այս խնդրին չի տրվել։ Ես լինելով մասիվի բնակիչ ամեն օր այս խցանումներով անցնում եմ։ Ավան, մասիվ, ապրող բնակիչներն իսկապես ամենօրյա այս պրոբկաների անդադար խցանումների մեջ են հայտնվում։ Խցանումները մի փոքր թեթևացնելու համար առաջի քայլը, որ պետք է կատարվի, դա հոսքերի ճիշտ կառավարումն է, խելացի կառավարումն է։ Այսինքն լուսացույցերը, որ մենք ունենք, իրենք օրվա կտրվածքով տարբեր ռեժիմներով պետք է աշխատեն։ Առավոտ շուտ այնպես պետք է լինի, որ դեպի քաղաք եկող հոսքը ավելի շատ կանաչ լինի, որ հնարավորություն ունենան ավելի շատ գան դեպի կենտրոն, որտեղ մեծ մասը աշխատում են կենտրոնում մեր ժողովրդի։ Երեկոյանը հակառակ ռեժիմով։ Սրա համար ասում եմ, քաղաքապետարանում կա տրանսպորտի վարչություն, մի հատ խուճուճ անունով տեղեկատվական տեխնոլոգիաներ, չգիտեմ ինչ, այդպես խուճուճ անունով կառույցն է, որի տնօրենի աշխատավարձը 2 միլիոն դրամ է աննականно։ Այս նոր ստեղծած կազմը։ Չէ, դա դաբլ են արել, գումարել են վրան։ Այս միակ անդրադառնանք նաև այդ կառույցին, որ մի օր Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ հեծանիկով պրոբկի հանդիպեց, ընկավ պրոբկի մեջ, ասեցին ինչ պետք է անենք, եկեք ծանոթ աղբերներին բերենք գործի տեղավորենք, էլի տենց աստվածաշնչական աշխատավարձներով։ Դու պատկերացնում ես մարդը 8 տարվա մեջ առաջին անգամ դուրս է եկել առանց իր կորտեժի նկատեմ չեն բացել իր առաջ, որ ինքը հանգիստ գնա, որ մեկ էլ տեսել է, վայ, սովորական քաղաքացիները ամեն օր պրոբկայի մեջ են, ոնց կլինի։ Պետք է ստեղծել հանձնաժողով։ Հանձնաժողով թող զբաղվի այդ հարցով, էլ չի ասում, որ դրա համար կան հատուկ գերատեսչություններ, ներքին գործերի նախարարությունը համապատասխան բաժին ունի, քաղաքապետարանը համապատասխան մասնագետներ ունի, այդ մարդիկ աշխատավարձ են ստանում, որպեսզի այդ հարցերով զբաղվեն։ Ամեն դեպքում հանձնաժողով ստացվեց, ու այդ հանձնաժողովը որոշեց, որ մի հատ առանձին կազմակերպություն պետք է ստեղծվի հաստիկներով, որոնց մասին ես արդեն խոսել եմ նույնիսկ ազգային ժողովում։ Այնտեղ մասնագետները ստանալու են 2 միլիոն, 1.5 միլիոն, ու ինձ ակամայից դա հիշեցրեց Անիվ հիմնադրամը, երբ որ մարդկանց վերցրել էին 1000 $1000 աշխատավարձ էին տալիս, պարգևավճարներ էին տալիս, իբր ներդրումներ ներգրավելու համար, արդյունքում $70 միլիոն մսխեցին, ոչ մի ներդրում էլ չարվեց։ Հիմա այսինքն բանն է լինելու, մարդկանց միլիոնավոր դրամների աշխատավարձ են տալու, այս մարդկանց էլ որ ասում եմ ամենայն հավանականությամբ իրանց հարազատներին, ընկերներին, բարեկամներին բերելու են տեղավորեն այդ կազմակերպությունում, գումարները տալու են, բայց շարունակվել են նույն խցանումները, որովհետև խցանումները ուղղակի նայելով, արձանագրելով չի լուծվում։ Դրա համար ճանապարհ պետք է կառուցել, ենթակառուցվածք պետք է կառուցել, այդքան շինթույլտվությունները, որ համատարած բաժանում եք, բա ինչ եք մտածում։ Ընդհանուր քաղաքի ծանրաբեռվածության, բեռնակապության մասին մեր մտահոգությունները հիմա փորձում ձևակերպել, ու ես մշտապես այստեղով ասելիս տեսնում եմ, որ մեքենաները երկրորդ գիծ մշտապես կայանած են։ Ծառայություն ենք իրականացնում, ինչքան երկրորդ շարքերում մեքենաներ կա, բոլորը Հիմա այնակ ոնց հասկանում եմ, բոլորը դատախազության աշխատակիցներ են։ Հստակ չեմ տայում, դատախազության աշխատակիցները թե ոչ, ու ծամեն դեպքում մեկոնն են։ Այսինքն հիմա դուք գնալու եք այդ մեքենաներն ասեք, որ Յաս չէ։
Եկեք դե միասին գնանք, միասին գնում ենք, դուք եք պետական աշխատող եւ մեր երկիրը քանի որ այսօր դառել է խորհրդարանական կառավարման երկիր, խորհրդարանական մեր ներկայացուցիչը Աննա Գրիգորյան պատգամավոր միասին գնանք, ուզում ենք համոզվենք, տեսնենք դատախազության աշխատակիցը ու դուք պետք է տուգանեք այդ դատախազությունը։ Գնացինք միասին եկեք։ Քաղաքի հատկապես կենտրոնի բեռնաթափման համար շատ կարևոր է, որպեսզի ադմինիստրատիվ կառույցները Երևանի կենտրոնից դուրս գան։ Մենակ մենք հիմա գտնվում ենք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքի մոտ։ Ես ուզում եմ հասկանալ, եթե օրինակ դատախազությունը տեղափոխվի քաղաքի այլ հատված, դուրս գա կենտրոնից, ինչա Աննա Վարդապետյանի գլխավորությամբ քիչ գործեր կկարվեն, այնքան գործ որ հիմա են կարում մեր հայրենակիցների նկատմամբ շատ հանգիստ կկարողանան նաև կարել Երևանի կենտրոնից դուրս գալով։ Օրինակ որպես լուծում կարող ենք ասել հետևյալը. Դեռևս 2 տարի առաջ Պրոշյան համայնքում Պաշտպանության նախարարության նախկին շենքը պայթեցվեց, թե բա այստեղ նոր շենք ենք կառուցելու, պեկը տեղափոխելու ենք այնտեղ։ Իրականում շենքը քանդեցին, այնտեղ բնակվող մարդկանց տարհանեցին, 2 տարի անցել որևէ բան կառուցված չի, ոչ մի նոր շենք չկա։ Բայց ինչ ենք առաջարկում, որ իսկապես կառուցվի այդ շենքը, ադմինիստրատիվ խոշոր համայնք ստեղծվի ու ոչ միայն պեկը տեղափոխվի, դատախազությունը տեղափոխվի, բազմաթիվ այլ կառույցներ։ Հարաբերս ցանկացած դեպքում որ կոլապս առաջանում, դա բերում է գետոյացման։ Դու աշխատում ես կոմիտասում, մնում ես կոմիտասում, դու մնում ես Ավանում, Զեյթուն դու կենտրոն չես գայս, ամեն մարդ կենտրոն չի մտնում, ամեն մարդ ստեյց ընդ չի գնում, իսկ դա գետոյացման գաղափարն է, որ մարդը դժվար տեղաշարժի մի տեղից մյուստեղ։ Հիմա մենք Խորենացի փողոցի վրա ենք, որտեղ տեղակայված է պետական եկամուտների կոմիտեի հիմնական շենքը։ Իսկապես տեսնում ես թողնակության տեսանկյունից, կայանման տեսանկյունից բավականին բարդ է այստեղ պահել պետեկամուտների կոմիտեի շենքը։ Հետևաբար, ինչպես դատախազության դեպքում, այս դեպքում եւս պետք է առաջարկել է շենքը ուղղակի տեղափոխել այլտեղ։ Ես հատուկ ուզում եմ անդրադառնամ այս փաստին, որ Պեկի հետնամասում գտնվող Բաքի ժողովուրդը գերի են ընկել Պեկի աշխատակիցների ձեռքը, որովհետև սա օրը բերում են իրենց ավտոները կայանում են այս բակերում ու մարդկանց անհարմարավետություն են պատճառում։ Ինչի համար կարող եք բացատրել։ Այս բակի բնակիչները թույլ մտնել դուրս գալուց խնդիրների առաջ են կանգնում։ Եվ այս բոլորը ստեղծում են պետական ապարատը, այն պարագային, որ իրանք վաղուց պիտի արդեն Պեկի նոր մասնաշենքը կառուցած լինեն։ Եվ դա մենք ցույց ենք տվել, որտեղ պետք է լիներ, բայց այնինչ իրանք քանդեցին, ավիրեցին, թողին ու գնացին։ Գիտես ինչ հիշեցի, երբ որ մենք խոսեցինք բնեի շենքի պայթեցման մասին, այնտեղ բնակիչներ էին ապրում, չէ՞։ Եվ այսպես քաշ տալով, անամոթաբար, հանեցին գիշերով, հենց հիմա դուրս եկեք, հենց հիմա Վրաններում էին այդ մարդը, ճուշ տասով վրաններում էին քնում։ Հայ, ինչ արեցիք, շենքը պայթեցրեցիք, մարդկանց տնավեր արեցիք, հանեցիք եւ 2 տարի շարունակ, ինչպես դու արդեն ճշմարտացիորեն նշեցիր, նույնիսկ աղբը չեք կարողանում տանել նորմալ թափել։ Մենք հիմա գտնվում ենք Երևանի կենտրոնական փողոցներից մեկում, Կորյուն փողոցի վրա, որտեղ տեղակայված է ԲԴԽ շենքը, բարձրագույն դատական խորհրդի շենքը, ինչպես նաև դատական դեպարտամենտի շենքը։ Եվ եթե մենք խոսում ենք կենտրոնի բեռնաթափման մասին, անչափ կարևոր է, որ այս երկու շենքերը եւս տեղափոխվեն քաղաքից դուրս։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը այնինչ հիմա իրականացում է դատական համակարգի նկատմամբ ուղղակի աննախադեպ է, հասնելով նրան նույնիսկ, որ բարձրագույն դատական խորհրդի ղեկավարին կարող է SMS-ով հեռացվի։ Հիմա ձեզ համար ինչ տարբերություն է, այստեղ նստած SMS-ով կհեռացվեք, թե այս շենքը ենթադրեն գտնվի աշտարակի խճուղու վրա։ Սիրելի երևանցիներ, ես գտնվում եմ Կորյուն փողոցում, ժողովրդի լեզվով ասած բժշկական ուսումնարանի ուղիղ դեմ դիմացը, այստեղ տեղակայված է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եւ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը։ Տեսեք, այս ընդերքի տեսչական մարմինը մանավանդ դարձել է չարիք այս շրջակայքում ապրող բնակիչների համար։ Տեսեք, բոլոր իրենց աշխատակիցներն եկել են, ով ոնց ուզում ավտոն կայանում է այստեղ։ Դա էլ հերիք չի, շաբաթվա մեջ իրանք ունենում են գործակարգավարական նիստեր, որի ժամանակ մարզերից իրենց ենթականները գալիս են, որպեսզի իրենք այդ նիստը անցկացնեն։ Մյուս կարևորագույն կառույցը որ կա, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Գիտեք էսի որ հանձնաժողովն է, ժողովուրդ։ Այն որ օրինակի համար Էմա Պալյանը 25 դրամով տուն է առնում,
իր ոտերին չի։ Այն որ անանիկը միլիոնները օթից նվեր ստանում, իրանց ընդհանրապես հետաքրքիր չի։ Այն որ բոլոր քպայականների կյանքը բարելավելը ու նայում ես չի համադրվում իրանց հետ, այս հանձնաժողովը պետք է զբաղվի։ Այն որ ժողովուրդ ջան, ասենց հերթով գալիս են Տիգրան Ավինյանի մոտ բիտկոյններն օթից թափվում են գլխին, այս հանձնաժողովի խնդիրն է։ Մի ձեզի հարց եմ տալիս, որ այս հանձնաժողովներից դուրս գա ու գնա օրինակի համար ծայրամասում 9-րդ մասիվում աշխատի, իր գործը չի անելու, նայեք այս վիճակն եմ ուզում արձանագրեմ, այսանք բոլորը այդ կառույցի աշխատակիցների ավտոմեքենաներն են։ Հələ գլխներից նստեք, այտենց վատ է օրինակ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր գործառույթների մեջ բոլորը շատ լավ գիտեն, որ ինքը պարտավոր է կազմակերպել ընտրությունների թափանցիկությունը։ Եվ հիմա հարց ունեմ տալու, եթե այս կենտրոնական հատվածից դուրս գա եւ գնա աշխատի ԴԱԿ-ի շենքում կամ մասիվում գնա աշխատել, ինչպես է կարծում, իրենք այս նույն աշխատանքները չեն կարողանալու իրականացնել։ Իմ հետևում է գտնվում հակակոռուպցիոն կոմիտեն եւ նույն հակակոռուպցիոն կոմիտեն կենտրոնից նույնպես պիտի դուրս գա։ Աշխատի 9-րդ մասիվ կամ ընդունենք աշխատի կվարտալում նույն գործը անելու, նույն ձևով, նույն ջանասիրությունությամբ ինքը այդ պետական պատվերները կատարելու է, մարդկանց վրա գործեր է կարելու։ Հետևաբար այս կառույցը նույնպես պիտի դուրս գա կենտրոնից։ Շատ վատ է։ Օրվա մեջ քանի ժամ ես մնում պրոբկի մեջ։ 4 ժամի։ 4 ժամ։ Սա որը քշում եք։ Վայ հորս սորը։ 50% է։ Ոնց 50%-ը մնում ես պրոբկի մեջ։ Չինը օրվա մեջ 4 ժամ պրոբկի մեջ եք։ Հիմա մտել Ալբանջան, այ։ Ինչպես տեսնում եք, հիմա ես գտնվում եմ Մաշտոց պողոտայում եւ փողոցի թողունակությունը բարձրացնելու համար կա մեկ հնարավորություն։ Այդ հնարավորությունը կայանում է հետևյալում, որ մենք պետք է փողոցում չթողենք ավտոմեքենաների կանգառը։ Այսինքն այս ավտոմեքենաները, որ կանգնած են, չպիտի կանգնեն եւ այդ գիծը նույնպես ծառայի երթևեկության համար։ Բայց դրա համար, երբ որ դու մարդուն ասում ես չպետք է դու կայանես, դու մարդուն պիտի ցույց տաս, թե որտեղ նա կարող է գնալ կայանել, հասկանում եք։ Այսինքն ռեալ պիտի ցույց տաս, որ մոտակա այս ինչ հատվածը դու կարող ես գնալ եւ քո ավտոմեքենան կայանել։ Այս կարմիր գծերի հատվածը, երբ որ ոչ մի ավտոմեքենա չի կայանում, լրացուցիչ մեկ երթևեկելի գոտի է ավելանում։ Այս պարագայում ստացվում է 30% թողունակությունը բարձրանում է փողոցի։ Եվ մենք կարող ենք այս մարդուն ասել, ստեղ չկանգնես, մի պարագայում։ Երբ որ իրան ալտերնատիվը մենք առաջարկելու ենք։ Եվ այդ ալտերնատիվը լինելու է օրինակի համար 200 մետր այն կողմ։ Եվ եկեք գնանք օրինակի համար պրոսպեկտ հյուրականողներին ցույց տանք ինչ ենք առաջարկում մենք։ Այսինքն մարդիկ որտեղ պետք է գնան, որտեղ պետք է կայանեն իրենք։ Հիմա ես գտնվում եմ հայտնի Մալիբուի այգու Սիզոնսի հետնամասում, Սարյանի պոչտայի դիմացի հատվածում, այստեղ մենք տեսնում ենք վերգետնյա ավտոկայանատեղի եւ մեր առաջարկություն ինչումներ կայանում։ Տեսեք, այս ավտոկայանատեղին մասնավորին է, եւ եթե չեմ սխալվում, Սամվել Կարապետյանի ընտանիքին է պատկանում։ Մեր առաջարկությունը կայանում է նրանում, որ այս հատվածում կարելի է կառուցել վերգետնյա մի քանի հարգանի, ինքու 6-7 հարգանի վերգետնյա ավտոկայանատեղի եւ կայանատեղին կառուցելու պարագայում դու աշխարհը կատարում ես եւ նաեւ մենք կներկայացնենք Արամի Սարյան փողոցում, նաեւ պրոսպեկտի մի հատվածում, որքան ավտոներ կարող են կանգնել, այդ ավտոներին ասում են, քանի որ մենք ձեզ արգելում ենք փողոցում կանգնել եւ փողոցի թողունակությունը բարձրացնում են, մենք ձեզ ասում են եկեք ստեղ կանգնենք։ Հիմա լավագույն օրինակն է պետություն մասնավոր հատվածի համագործակցություն։ Օրինակ իմ մանկության քաղցր ուշերից մեկը մանկական երկաթուղին էր եւ այս երկու թունելներն էր, էլի, որոնք որ այս իշխանության օրոք ուղակի անտերության են մատնված։
Ես վստահ եմ, որ մեր քաղաքացիներն, ովքեր հիմա դիտում են մեզ, տեսնում են, թե թունելն ինչպիսի դիստրոֆիայի է ենթարկվել, այսինքն իր ուղիղ պատերը բավականին կլորացել են, ինչը նշանակում է, որ լուրջ ճարտարապետության հետ կապված խնդիր կա, հիմքի հետ կապված խնդիր կա։ Այն պրոյեկտը, որ իրականացվելու է Սարյան փողոցի վրա, իսկապես խոշոր պրոյեկտ է, բայց միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել նաև թունելի ֆունդամենտի հետ կապված հարցեր, այսինքն առանց թունելների ամրացման հնարավոր չի լինելու այդ պրոյեկտը իրականացնել։ Ես չգիտեմ ով է պրոյեկտի հեղինակը, ով է իրականացնողը, բայց հենց հիմա էլ իրենց ուզում եմ կոչով դիմել, որ անպայմանորեն հաշվի առնեն թունելների առկայությունը եւ թունելների ամրապնդման հարցը։ Ուղղակի անթույլատրելի է, որ այս միակ մնացած թունելն էլ ուղղակի փակվի կամ ուղղակի փլվի։ Մենք տեսանք մտնելու չի, երկրորդը արդեն չի գործում, որովհետեւ անմխիթար վիճակում է։ Փաստորեն այս հատվածում ինչ ենք արձանագրում։ Ինչ լուծումներ կարող ենք առաջարկել այն վերգետնյա պարկինգը Այո։ մասին խոսեցիր, ոչ միայն տեսական, այլ նաև պրակտիկ բոլոր հնարավորությունները կա։ Այդտեղ քանի հարկանի պարկինգի պատասխան։ Տեսեք, իմ գնահատմամբ հնարավորությունն է 6-ից 7 հարկ վերգետնյա, որ քաղաքի ճարտարապետական տեսքին էլ չվնասի, իրենք ավտոկայանատեղի կառուցեն։ Իսկ քանի մեքենայի համար մոտավոր Տեսեք, այս պահի դրությամբ, եթե մենք դիտարկում ենք, որ զորական կետում, այսինքն կանգնում են մոտավորապես 150 ավտոմեքենա, այստեղ շուրջ 1000 ավտոմեքենայի պարկինգի խնդիր լուծվում է։ Ես կես ժամա պարկովկայում անգալի չեմ գտնում։ Արդեն ուզում հետեթամ տունը չկան գործերս անել։ Միայն այն պատճառով, որ Երևանում հատկապես կենտրոնում կայանելու տեղ չկա ու ժամեր շարունակ ստիպված պետքա պտտվես, կարելի ասել 2 տարուց ավել է, շատ հազվադեպ դեպքերում են վարում։ Եթե կենտրոն եմ իջնում, ընդհանրապես մեքենա չեմ վարում, այսօր եզակի դեպքերից է, որ ես մեքենայով եմ։ Ժամանակին Շահումյան հրապարակում թույլատրվում էր կայանել, հիմա մենք տեսնում ենք, որ բացել են հրապարակը, ինչը լավ է։ Լավ է, որ հրապարակը բաց է։ Միևնույն ժամանակ խնդիրը պետքա լուծվի։ Ինչ կարող ենք առաջարկել այս դեպքում։ Հիմա տեսեք, կոնկրետ այս հատվածի վերաբերյալ եղել է մեծ նախագիծ, ինքը շուրջ 5000 քառակուսի մետր է։ Եվ այստեղ պետք է կառուցի 3 հարկանի ստորգետնյա պարկինգ։ Առնվազն 900 ավտոմեքենայի հարց կլուծեն։ Իսկ 900 ավտոմեքենան դուք պատկերացնեք, որ շրջակայքի բոլոր այս ավտոների խնդիրը, կանոնական խնդիրը իրանք կլուծեն։ Իրականում քշվելու բանն է, բա մեր քաղաքացիների ուսերին հնես 8 միլիարդ պարտ, բայց դրա փոխարեն մի բան չկառուցես, մի ենթակառուցվածք չկառուցես, մի նորմալ կայանատեղի չկառուցես, որ մարդկանց նյարդերը ուղղակի չքայքայվի ամեն օր Երևանի կենտրոնում հատկապես պարկինգի տեղ փնտրելու համար։ Ինչն եմ ուզում ուշադրություն դարձնել, որ 1 քառակուսի մետրը կառուցելու համար մոտավորապես ծախսը շուրջ $500, որպեսզի դու կարողանաս կառուցել եւ 1 ավտոկայանատեղի համար 18 քառակուսի մետր տարածք է քեզ պետք։ Եվ այսօր եթե մենք բիզնեսի տեսակետից ենք նայում, ճիշտ է, առաջի հայացքից հրապուրիչ չի, բայց պետություն մասնավոր հատվածի համագործակցությամբ մենք դա կստանանք։ Այս մեկը արցանագրում ենք, չէ, որ այստեղ ամբողջական հնարավորություն կա ստորգետնյա առնվազն 900 մեքենայի համար ավտոկայանատեղի կառուցել։ Միանշանակ, եւ եթե դրան էլ գումարենք, որ դատախազությունը պետք է կենտրոնից դուրս գա, շատ դուրսով, այս հատվածը մենք կբեռնաթափենք։ Բարև ձեզ, լավ եք։ Այս պրոբկեքից եմ խոսում։ Ժողովուրդը բարևում է։ Ընկավ ավտոյի տակ։ Միայն Ֆրանսիայի հրապարակը շուրջ 7200 քառակուսի մետր է։ Եթե հնարավորություն ունենանք մենք 3 հարկանի ստորգետնյա պարկինգներ կառուցել, նվազագույնը 1500 ավտոմեքենա կկայանվի։ Տեսեք հաջորդ առաջարկությունը, որը որ կա շրջանայինի սասի հետևի ընկած հատվածը, այստեղ 7000 քառակուսի մետր տարածք է եւ այստեղ նույնպես, եթե մենք փորձենք պարկինգ կառուցել, հնարավորություն կունենանք 1000-ից ավել ավտոմեքենաներ կայանելու։ Քաղաքապետարանի աշխատակիցներն ովքեր քննարկում էին իմ հետ, ասում էին շատրվանների սարքավորումները գտնվում է գետնի տակ։ Բա մենք դա ինչ ենք անելու։ Ու զարմանալի է, ինչ պետք է անենք։ Մտածեք սարքավորումները կողքա ավելի բարձր բերեք տեղադրեք։ Միակ խնդրեմը ստեղ կայանում է դրանում։ Նորմալ չի, հասկանում եք։ Իսկ սրա համար պետք է խելք կամ ցանկություն։ Իսկ այս իշխանության կողմից դա բացակայում է, իսպառ բացակայում է։ Իմ աջ կողմում գտնվում է Երևանի պետական համալսարանը եւ նրա դիմաց գտնվում է հայտնի թենիսի կորտերը։ Ինչպես գիտեք, Տիգրան Ավինյանը թենիսի կորտերն ուզում էին քանդեին, տեղը
չգիտեմ, ինչ որ ամֆիթատրոն կամ ուրիշ բան կառուցեն, բայց ավաղ ես ինձ ձեռքի տակ ունեմ նաև այդ նյութերը, որ մասնավորը առաջարկել էր, որպիսի կառուցեր ստորգետնյա ավտոկայանատեղի եւ վրան լիներ թենիսի կորտերը։ Թենիսի կորտերը առողջ ապրելակերպի եւ մեր երևանցիների մի մասի հիշողության այն ամենավառ կետերից մեկն է։ Եվ թենիսի կորտերը կարծում եմ շատ-շատերը կկիցեն երևանցիներից, որ լավ կլինի, որ Երևանում լինի։ Եվ ես կներկայացնեմ նաև մի կարճ հատված, թե ինչ պրոյեկտներ ա եղել Երևան քաղաքում, որոնք կյանքի չեն կոչվել։ Այսինքն պլանավորված ա եղել, մասնավորորեն պատրաստ ա եղել, ստեղ է պետք է պետություն մասնավոր հատվածի համագործակցություն։ Եվ ստեղ կառուցելով այդ ստորգետնյա ավտոկայանատեղին ամբողջությամբ Խանջան փողոցի կայանատեղիների հարցը կլուծվեր։ Հաջորդ առաջարկությունը, որ մենք ունենք, դա Սախարվի հրապարակն է, այսինքն այս հատվածը, որտեղ նույնպես հնարավորություն կա կառուցելու ստորգետնյա ավտոկայանատեղի եւ այս պարագայում, եթե քաղաքը ունենա մի քանի ավտոկայանատեղի, ստորգետնյա եւ վերգետնյա, դա ամբողջությամբ կայանման խնդիրը կլուծի։ Հայոյում եմ ԿՊ-ին։ Բարկանում եմ։ Էկոլոգիա։ Խցանումները։ Ես նույնիսկ դադարել եմ մեքենա քշել խցանումների եւ պարկինգի խնդրի պատճառով։ Այս տարի չկա, եկող տարի էլ չեն ուզում առնել, մյուս տարին էլ աստված գիտի լինելու է թե չէ։ Հազարավոր բնակարաններ եւ ոչ մի ճանապարհ, ոչ մի մանկապարտեզ եւ ոչ մի դպրոց։